Արարատ, Ավետյաց լեռը։ Ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 22-ին Կինոյի տանը։ Ֆիլմի գաղափարը պատկանում է Ալֆա Մեդիա Հաուսի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանին, պրոդյուսերը Սուրեն Հովնանյանն է, սցենարի հեղինակը Բենյամին Մաթևոսյանը։ Ֆիլմն արտադրվել է Ալֆա Մեդիա Հաուսի Ալֆա Սինեմա Փրոդաքշնի կողմից։ Արձանագրենք հետևյալը, ես կարծում եմ Ալֆա Նյուզը իրավունք չուներ, Ալֆան ընդհանրապես իրավունք չուներ բաց թողնել այսպիսի հիշարժան օր, ինչպիսին է ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Պարոն Սողոմոնյանի մոտ Վիկտոր վաղուց այս գաղափարը կար ու ես կարծում եմ, որ սա երևի լավագույն օրն էր, որ մենք կարող ենք ներկայացնել մեր աշխատանքը։ Կազմակերպեցինք Ալֆայի թիմը, ռեժիսոր Արտուր Սարիբեկյանը, մեր բեմադրող օպերատորը Հակոբ Հարությունյան, կազմակերպվեցինք, ընտրեցինք մի շարք փորձագետներ, այդ թվում նաև թուրք փորձագետներ, արտերկրից փորձագետ եւ փորձեցինք հնարավորինս լայն կերպով ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն 915 թվականին, այլ նաև դրանից առաջ։ Մենք արձանագրել ենք հետևյալ, որ անկախ քաղաքական համակարգից, անկախ դարից, անկախ իշխող վերնախավից թուրքական կողմի վերաբերմունքը հայերի Հայաստանի նկատմամբ միշտ նույնն է եղել։ Ոչ միայն հայերի, այլ նաև կրոնական եւ ազգային ցանկացած այլ փոքրամասնության նկատմամբ։ Ֆիլմի ստեղծման գաղափարի սկզբանը եղել է հետևյալը. երբեմն մենք տեսնում ենք ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր, որոնք ըստ էության մի քիչ ավելի բարդ պատկերային լուծումներ են իրենցից ենթադրում, նայում ես ու հասկանում ես, որ ավելի պետք է մտերմիկ լուծումներ տրվեր։ Մենք փորձել ենք ֆիլմը ավելի մտերմիկ, ավելի հանրամատչելի ձևով մատուցել, որպեսզի նայողը ավելի ճիշտ պատկերացնի, ավելի ճիշտ ընկալի այն իրողությունները, որ եղել են 1915-ին։ Որպես աշխարհագրական կետ վաղուց կորսված Արարատն այսօր փորձում են ջնջել նաև մեր սրտերից, հիշողություններից ու մտքերից։ Բայց արդյոք դա հնարավոր է։ Ֆիլմը տալիս է նաև այս հարցի պատասխանը։ Մարդիկ, ովքեր առավոտյան բացելով պատուհանը տեսնում են Արարատ, ոգևորվում են, եթե իրենց քավերը Արարատն է, եթե իրենց Արարատի մասին երգ են լսում, իրենք միայնակ չեն, ավելին մենք ենք մեծամասնություն, փոքրամասնություն են նրանք, ովքեր կարծում են, որ դա պետք է ջնջել, իրանցի նման մի հատ պատ կառուցել, որ Արարատը չերևա, հույսն է ամենակարևոր ուղերձը։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարգելի հեռուստադիտողները, որ տեսնեն ֆիլմը, իրենք եւս դրանում կհամոզվեն։ Փորձում են մոռացնել տալ նաև Արցախը։ Հայկական Արցախը դավաճանվեց, հանձնվեց թշնամուն։ Ավետյաց լեռը ֆիլմում արձանագրված են փաստեր, որոնք դիտողն ինքը հնարավորություն ունի վերլուծել, տեսնել կապը ողբերգական իրադարձությունների միջև, պատճառները մեղավորներին։ Ֆանտաստիկ ինֆորմատիվ, առանց ավելորդ հուզականության, առանց ավելորդ անպագորգոր ինչ-որ բղավոցների շատ հստակ բարձ հասկանալի լեզվով ասվում է ինչի համար մեզ ուզում են սպանեն, շատ ուղիղ բարձ։ Ըստ էության մեր մեղավորությունը միակ մեղավորությունը, նա է, որ մենք հայ ենք, եկեք հրաժարվենք, մոռանանք, որ մենք հայ ենք եւ մեզ չեն սպանի։ Այս ֆիլմը մի շատ կարևոր մեսիջ տվեց, մենք կարող է փորձենք մոռանանք, որ մենք հայ ենք, թուրքը դա չի մոռանա։ Իրողությունները ցավալի էին, կարծիքներն ու զգացողությունները տարբեր, բայց մեկ նպատակ բոլորին միավորում էր ֆիլմի շուրջ՝ թույլ չտալ ուրանալ հայոց ցեղասպանությունը, Արարատը, Արցախը, հայի պատմությունը։ Իրականում ֆիլմը դիտելու երկակի զգացումներով էր, որտեղ ի վերջո այս ոլորտի մարդ եմ երկար տարիներ եղել ու մտքումս հիշում է, որ տարիներ առաջ փաստագրական ֆիլմեր էի պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց ես երջանիկ էի, որտեղ այն ժամանակ հաղթանակած Հայաստանի հայացքով էր այդ ֆիլմերը։ Հիմա ցավոք սրտի այդ կոտրվածությունը, ջարդվածությունը, պարտության զգացումը ամբողջությամբ ֆիլմում արտահայտված էր եւ իրականում ամենամեծ ողբերգությունը, որ ֆիլմի հարցադրումը արդյոք այս պարտված իշխանությունը Արարատից հրաժարվելու է թե չէ, մենք այնքան ենք պարտության մեջ գահավիժել, որ հասել ենք նման
ուղղակի ստորագույն երկընտրանքի հեղինակները պարտավորված են այդ հարցադրումը դնել, որովհետև այդ հարցադրումը այսօր ամեն օր մեր կյանքում կա։ Ես կարծում եմ բավական այսպես լայն կոնտեքստ էր վերցված ֆիլմի համար, ոչ միայն սիմվոլիկ նշանակություն Արարատ լեռան, այլև այդ լեռան գաղափարի տակ պետականության խնդիրը, պետականությանը հասցված հարվածները, այսօրվա իրավիճակը եւ նաեւ շարունակականության որոշակի այսպես դրվագներ եւ նաեւ այն կարծում եմ կարեւոր մեսիջը այն էր, որ բացի բուն պատերազմներից, բացի ռազմական գործողություններով ընթացող պատերազմներից, հիմա հայ ժողովուրդը ենթարկվում է հարձակման իր ինքնության ու գաղափարախոսության վրա եւ դրա ամենահավաքական կերպարը հենց Արարատ լեռն է եւ մենք տեսնում ենք, որ արտաքին ու ներքին հարձակումները Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելու եւ այլն բավական ակտիվ են եւ դրանք ոչ թե պատահական են, ոչ թե կոնյունկտուրայի կամ պահի հետևանք են, այլ շատ խորքային քաղաքականության դրսևորումներ են։ Ցեղասպանության ուրացումը հանգեցնում է նոր ցեղասպանությունների, դավաճանության ներումը հանգեցնում է նոր դավաճանությունների, հիշողության ջնջումը հանգեցնում է պատմության կորստի, իսկ այս բոլորը միասին սպառնում են պետությանն ու պետականությանը։ Ավետյաց լեռը ֆիլմը կոչված է թույլ չտալու մոռանալ պատմական իրողությունները, դասեր քաղելով պատմությունից։ Ինչ է առաջինը գալիս օտարի մտքին, երբ լսում է հայ եւ Հայաստան բառերը։ Ասոցիացիաներն այնքան էլ շատ չեն քրիստոնեություն, ցավոք ցեղասպանություն եւ